Սերներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ ձեզ։ Ուզում եմ ձեզ հետ բաժնեկից լինել Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից, որը գրված է Հայտնության գրքի 3-րդ գլուխ 15-16 խոսքերը Լաուդիկեի ուղված հրեշտակին ուղված ուղերձն եմ կարդում, որ մեր Տեր ուղղում է իր ուղերձը 15 համարից սկսված։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես եւ ոչ տաք։ Երանի սառը կամ տաք լինեիր, ուրեմն քանի որ գաղջ ես եւ ոչ տաք, ոչ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փխսեմ։ Ես մտածում եմ, ասում երևի Տեր, սա ամիսների ընթացքա, տարի ընթացքա, որ մարդ պետք է հասկանա, որ ինքը գաղջ է, այսինքն գոլ է, կամ միգուցե սառն է, բայց ոչ։ Տեր ինձ ուղղել է, Տեր ինձ շտկել այդ հարցի մեջ, որ մեզանից ամեն մեկը կանգնած ընտրության առաջ ամեն օր։ Այսօր դու, սիրելի իմ հավատակից եղբայր ու ընկեր, ընտրում ես լինելու տաք, լինելու գոլ, թե լինելու սառը։ Ամեն Աստծուց տրված առավոտ, որ դու արթնանում ես, դու կանգնած ես ընտրության առաջ։ Եվ դու ընտրություն ես կատարում, լինելու տաք, գաղջ, գոլ վիճակում, թե սառը։ Սա ոչ թե ամիսների ընթացքում է, որ դու կհասկանաս, այլ դա ամեն օրվա քո ընտրությունն է։ Հանուն Քրիստոսի կլինես տաք, կլինես գաղջ, թե կլինես սառը։ Սա քո ընտրությունն է, սիրելի եղբայր ու սիրելի քույրս։ Սուրբ Գիրքը գիտեք ինչ ասում առաջի Թեսաղոնիկեցիներից 5:19-ում, հոգին չմարես, հոգին չհանգցնես։ Սուրբ Գիրքն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը մեր Տիրոջ մասին վկայում ասում նա է, որ ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Սուրբ Հոգով եւ նրա կրակը մեր մեջ բռնկվում է, բայց մենք պատասխանատվություն ենք կրում այդ կրակը չմարելու համար։ Այսօր մենք ինքներս չափազանց շատ ենք արդարացրել մեղքը, չափազանց շատ ենք արդարացնում մեր առօրյան, ինչա որ Տիրոջ հետ ժամանակ չանցկացնենք։ Մենք ավելի շատ շորթերի, վայբերիսների, թեմուների մեջ ավելի շատ ենք ժամանակ անցկացնում, քան թե մեր Աստծո խոսքի, քան թե նրա ճշմարտության, քան թե Աստծո գործի մեջ առաջ անցնելու։ Սիրելի եղբայր, կա մի ողերիմ թշնամի, որի անունն է ծուլության ոգի։ Դա ոգի է։ Եվ շատերի կյանքում այդ ոգին կարող է գնացել է, բայց այդ դրա ձևավորված ու կերտած բնավորությունը դեռ մնում է մարդկանց մեջ։ Մնում է մարդկանց մեջ, այսօր մեզանից շատերը ապաշխարության կարիք ունի։ Խոստովանելու կարիք ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, որ ասելու Տեր, սիրելի Հայր, ների մեզ։ Ների ինձ, որտեվ իմ կյանքում շատ անգամ ես արդարացրել եմ ծուլությունը։ Ինչպես։ Իմ մեջ ցանկությունը գալիս է աղոթելու, կարդալու, երկրպագելու, առավոտ կանող Տիրոջ երեսը փնտրելու, բայց ինչ ասում ծուլության ոգին, դե լավ հետո կանես, դե լավ հիմա հոգնած ես, դե լավ հիմա ժամանակը չի, դե հիմա այս պահը չի։ Ու ամեն անգամ տարատեսակ բաներով մենք փորձում ենք արդարացնել մեզ։ Սա մի ողերիմ թշնամի է, քշիր նրան Հիսուսի անունով։ Քշիր նրան, սա ողերիմ թշնամի է, սիրելի քույր, սթափվիր։ Սթափվիր, խնդրում եմ քեզ։ Սա ամենահակա հարվածն Աստծո խոսքի զորավոր խոսքը, որ ես կարող եմ կիրառել ծուլության ոգու դեմ։ Գրված Հռոմեացիներից 12:11-ում։ Ջանքի մեջ չթուլանաք։ Նորարար թարգմանության մեջ ասում է ջանասիրության մեջ չծուլանաք։ Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք։ Ահա ինչ հարկավոր ինձ անելու։ Ջանքի մեջ չթուլանալու, չծուլանալու։ Տեր ների ինձ, որ ես իմ կյանքում արդարացրել եմ ծուլությունը ու շարունակում եմ արդարացնել Տեր, տեղ տալով մարմնի ցանկություններին, աշխարհի ցանկություններին, այս կյանքի ամբարտավանություններին, Տեր սատանային եւ աշխարհի ոգուն։ Ների ինձ Տեր, ես ապաշխարում եմ։ Ես այսօր որոշում եմ Տեր, ընծայեմ քեզ, իմ որոշումը ընծայեմ քեզ եւ համարձակ հետևեմ այն որոշմանը, որ ասում եմ ամեն օր որոշում եմ տաք լինել, փնտրել քո երեսը, ջերմեռանդ լինել, քեզ ծառայել Տեր։ Ես ուզում եմ ջանքի մեջ չծուլանալ, իմ Աստված։ Խնդրում եմ քեզ քո շնորհքն ա գալի ինձ օգնության եւ քո շնորհքով ամեն բան կհաղթարեմ Տեր։ Քո օգնության ամեն բան կհաղթարեմ Տեր, որտեւ մեզանից շատերս մենք իրապես արդարացնում ենք մեղքը, չենք էլ նկատում դա, որ ոնց է տրտմեցնում սա Աստծո հոգուն։ Ոնց ենք մենք տրտմեցնում ամեն անգամ Աստծո հոգուն, երբ որ նա կրակը բռնկում է, բայց մենք նորից շեղվում ենք։ Գիտեք ինչ ա գրված Ղևտացիների թղթի մեջ։ Ահա կարդում եմ, լսեք սիրելիներ։ Ղևտացիների 6-րդ գլխի 12-13 համարներն եմ կարդում, տեսեք ինչ ասում։ Զոհասեղանի վրայի կրակը միշտ վառված պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի։ Դրա վրա շարի ողջակեզը եւ դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։ Կրակը միշտ վառված պիտի մնա, զոհասեղանի վրա չպիտի հանգչի։ Ես ու դու պատասխանատվություն ենք կրում կրակը վառված մնալու եւ կրակը չմարելու մեջ։ Կրիր քո բաժին պատասխանատվությունը,
պատվով կրիր հանուն Քրիստոսի փառքի, ձգտիր միշտ հոգով ջերմեռանդ լինես, ձգտիր միշտ, որ կրակը վառված լինի քո մեջ, երբեք ծուլության ոգուն եւ աշխարհին տեղ չտաս քո կյանքում։ Ես քեզ խնդրում եմ, վերցրու քո ամբողջ սպառազինությունը եւ վեր կացկանգնիր ոտքերիդ վրա, սիրելի քույր ու եղբայր։ Այն ինչի համար քեզ հարկավոր է ապաշխարելու, ապաշխարիր, խոստովանելու, խոստովանիր, բայց էլ չմնաս նույն դիրքում։ Խնդրում եմ քեզ, չդոփեք նույն տեղում։ Խնդրում եմ քեզ, շարժվեք առաջ, ջանասիրության, աշխատասիրության, Քրիստոսի երեսը փնտրելու եւ նրա քաղցրությունը ճաշակելու մեջ եւ Քրիստոսի խոսքը առատությամբ ձեր մեջ բնակվելու համար։ Հիսուսը օրհնի ձեզ եւ զորացնի ձեզ։ Համարձակ եղեք, խնդրում եմ ձեզ։ Համարձակ եղեք եւ տեղներդ տակ տեղը չզիջեք երբեք, գոլի հետ չզիջեք տակը, երմանը վառվեք Քրիստոսի համար, լավ կլիքես, որ դու վառվես, այրվես հիմա Քրիստոսի հետ, Քրիստոսի համար, քանց թե հետո առանց Քրիստոսի վառվեք։ Թող Տերը օրհնի ձեզ ու զորացնի ձեզ, մնացեք Տիրոջ խաղաղության մեջ։